Իսպանիայում ուրախության ճիչերով են դիմավորել էլեկտրաէներգիայի վերականգնումը։ Մադրիդի թաղամասերում հնչել են ծափեր ու ազդանշաններ։ Էլեկտրամատակարարումը Իսպանիայում գրեթե ամբողջությամբ վերականգնված է։ Երեկուշ երեկոյից հոսանքն աստիճանաբար վերականգնվել է նաև Պորտուգալիայի քաղաքներում։ Եվրոպական այս երկրներում աննախադեպ հոսանքազրկման պատճառը դեռևս անհայտ է։ Իշխանությունները դեռ հետաքննում են։ Ըստ Իսպանիայի վարչապետի, երկիրը էլեկտրաէներգիան ստանում է Ֆրանսիայից ու Մարոկկոյից։ Էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման հետևանքով մի շարք քաղաքներ հայտնվել էին բացարձակ մթության մեջ։ Ավելի քան 24 ժամ դադարել էր տրանսպորտի և երկաթուղային կայարանների աշխատանքը, հետաձգվել են չվերթներ, կաթվածահար է եղել մետրոն, խաթարվել է բջջային կապը, փակվել են բանկոմատներ, խանութներ։ Այս կադրերում ուղևորները տարհանվում են խավարի մեջ հայտնված Մադրիդի մետրոյից, այստեղ էլ գնացքներից են դուրս եկել։ Մեկ այլ ականատես էլ արձանագրել է Լիսաբոնի առևտրի կենտրոնում էլեկտրաէներգիայի անջատումը։ Մթում կորած եվրոպական երկու երկրներում կյանքն այսօր առավոտվանից վերադառնում է բնականon։